Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ համայն հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 4-ն է 2026 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե թիվ 1 իրադարձությունն այն ինչ կատարում է Վենեսուելայի շուրջ, բայց դա նույնպես հիմք է հանդիսանալու նոր աշխարհակարգի, այսինքն դրանով պայմանավորված լինելով նաև ուկրաինական պատերազմը ինչ կարող է տեղի ունենալ, արդյունքում ինչ կլինի աշխարհի հետ, տարածաշրջանի ու մեր երկրի։ Դրա համար սկսենք Վենեսուելայից։ Վենեսուելայի բարձրագույն դատարանի սահմանադրական պալատը վճռել է, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը կկատարի երկրի նախագահի պարտականությունները Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում։ Ռոդրիգեսը ստանձնում է Վենեսուելայի նախագահի պարտականությունները ապահովելու ադմինիստրատիվ շարունակությունն ու ազգի համապարփակ պաշտպանությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քարակասում ԱՄՆ հատուկ ջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։ Հիմա մի հատ կարճ գնահատական տամ իրավիճակի, նոր անցնենք հերթով քայլ առ քայլ անցնենք դրա վրայով։ Միացյալ Նահանգները մտել է ինքնիշխան պետություն, առևանգել նախագահին եւ նրա կնոջը եւ վերել պատրաստում է դատել Միացյալ Նահանգներում։ Հարց կարող է առաջանալ, իսկ ինչ իրավունք ունի Միացյալ Նահանգները։ Այն նույն հաջողությամբ, եթե ասես նա Մադուրոն ընտրությունները կեղծել էր, կարելի է կարծել աշխարհում քիչ երկիր կա, որ ընտրությունը կեղծել է։ Բացի դրանից, եթե ինչ-որ մեկը թմրանյութ է արտադրում, աշխարհում բավական երկրներ կա, որ թմրանյութ են արտադրում։ Հիմա ՄԱԿ-ի անդամ 193 պետություն կա։ Հիմա որ պետությունը դժգոհ մնա մի ուրիշ պետությունից, պետք է գնա ղեկավարին առևանգի բերի իր մոտ դատի։ Այսինքն պարզ է, որ այս հարցում ակնհայտ է, որ մարդիկ կարող ասեն, որ Միացյալ Նահանգները չափն անցել է։ Եվ եթե դու մեղադրես Ռուսաստանին, ինչու է մտել Ուկրաինա, սուվերեն երկրի տարածք, ինչա թե նրա ղեկավարությունը իր դուրը չի գալիս, ասում է լավ ընտրություն չի կարել, ինչով է տարբերում Տրամփի արածը Պուտինի արածից։ Եվ այդ տեսակետը ապրելու իրավունք ունի, բացարձակ խնդիր չկա, որ այդպես մարդիկ մտածեն, ու այնպես չի, որ միանշանակ է Տրամփի արածը։ Բա որն է այն դեպքը, որը կարող է արդարացնել Դոնալդ Տրամփի արածը։ Իհարկե ինքը նայելով նավթի պաշարներով, որ Վենեսուելան աշխարհում առաջի տեղում է, բնական բան է ժողովրդավարություն Վենեսուելայում գտնելը Ամերիկայի Միացյալ Նահանգների կենսական շահերից է բխում, որտեղ նավթ այնտեղ պետքա պարտադրել ամերիկյան ժողովրդավարություն։ Դա առաջի երկիրը չի։ Վենեսուելայում Իրաքն էլ մի խոսքով բոլորը չթվարկենք, այսինքն դա գիտենք։ Բայց եւ միևնույն ժամանակ, եթե այսօր Դոնալդ Տրամփը նաեւ փորձի լատինամերիկյան տարբեր երկրների ասի, որ այ դու էլ քեզ լավ չես պահում, հաջորդը դու ես մյուս, այդ դեպքում չի հասկացվի դու ինչ ես Վենեսուելա մտել։ Ակնհայտորեն կհասկացվի, որ մտել ես հենց նավթի համար։ Բայց եթե մի կողմ թողնես մյուս երկրները եւ այս սոուսով չներկայացնես եւ ուղղակի ասես հետեւյալը, որն է տարբերում Մադուրոյին մյուսներից։ Մադուրոն Ռուսաստանի դաշնակիցն է։ Եվ Ռուսաստանը, որը հարձակվել է Ուկրաինայի վրա, Ռուսաստանը ցանկանում էր Նիկոլաս Մադուրոյին օգտագործել թիկունքից Ամերիկայի Միացյալ Նահանգներին հարված հասցնելու համար։ Ռուսաստանը զինում էր Մադուրոյին։ Բացի մինչև Ուգո Չավեզի ժամանակ անգամ 16 միլիարդ դոլարի զենք էր տվել, բայց Մադուրոյի ժամանակ չէր տվել, հարձակողական եւ պաշտպանական։ Եվ հարցը ծագում, եթե դու Ռուսաստանին ճանաչես օկուպանտ, եթե գտնես, որ դա հատուկ ռազմական գործողություն չէր, այլ հենց պատերազմ է Ուկրաինայի դեմ, ուրեմն Մադուրոն նրա հանցակիցն է։ Այդ դեպքում Ինչպես ասում են, պատերազմում, ինչպես պատերազմում։
Այդ դեպքում դու կարող ես բացատրել, թե ինչ է Իրանում Մադուրոին վերցնել եւ Ամերիկա բերելով։ Մի պարզ պատճառով։ Հիմա այսօր Մադուրոն, մանավանդ որ կնոջն էլ հետն են բերել, դառնալու է ամերիկյան բանտում Կարակասի սոխակը։ Երկելու է ինչպես ուզեք։ Առաջին հերթին ում վրա Պուտինի։ Պետքա պատմի, թե ոնց էր իրան դրդում, ոնց էր ասում Ամերիկայից սենց կվարվես, ոնց էր վերջը նա հասկանում է, որ արդեն իր երկիր գնալու որևէ շանս չունի, նույնիսկ եթե այսօր բաց թողեն, արդեն այնտեղ տոնախմբություն է, լցվել են փողոց, մերժել են Սերժին։ Նա չգիտի, որ այնտեղ անելիք չունի անելու, գնալու։ Նա չգիտի, որ վստահություն չունի, կամ այդ ժողովուրդը փողոց չի լցվել ի պաշտպանություն Մադուրոյի։ Վերջ, ինքը մնաց մենակ եւ իր սխալի պատճառով նաեւ կտուժի իր կինը։ Եվ ուրեմն ում է սպասում։ Եթե Ռուսաստանը իրան զոհաբերեց թևեր տալով, բարի եղիր բացատրի, թե ինչ էր ուզում Ռուսաստանը Վենեսուելայի միջոցով անի, որով կարողանար թույլատրել Ամերիկայի աջակցությունը Ուկրաինային։ Այդ ցուցմունքը կվերցնես, որից հետո լրիվ արդարացված կլինի այն քայլը, այն ինչ որ տեղի ունեցավ։ Ցուցմունքը չես վերցնի ու դա օգտագործես Ռուսաստանի դեմ։ Քեզ կմեղադրեն ճիշտ այնպես, ինչպես մեղադրում է ցանկացած ինքնիշխան պետություն մտնող որևէ այլ պետության։ Եվ պետք չի գայթակղիչ ոգևորված ձևով ներկայացնել նավթի պաշարները կամ էլ թե չէ, որ մեկ ուրիշ երկրի հետ։ Սա լրիվ այլ դեպք է, սա տարբերվում է Կուբայից, տարբերվում է Մեքսիկայից, տարբերվում է Պանամայից, բոլորից տարբերվում է։ Այսինքն սա լրիվ ուրիշ խնդիր է։ Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների պարզելը այսօրվա խնդիրը չի, որովհետև աշխարհը պետք է հասկանա, թե դու ինչ ես անում։ Մի հատ աղմկահարույց ցուցմունք կվերցնես Իրանից եւ տեղը կդնես ագրեսորին, այդ դեպքում պարզ կդառնա, թե ինչ է կատարվում։ Հետո մի բան էլ հասկանանք։ Հատուկ ռազմական գործողությունը, որը 4 տարի է Ռուսաստանն անում է, քանի ժամ տևեց Մադուրոյի դեմ արածը։ Ժամեր մթամ տևեց։ Հատուկ ռազմական գործողությունը դա էր, որը արեցին։ Եվ ուշադրություն մեկ ուրիշ բան էլ մենք նայենք։ Այդ ինչպես կարողացան դա տենց հեշտությամբ դիկտատոր Մադուրոյին այդքան հեշտ էր վերցնել, ինչ բարդ է հասկանալ, որ արդեն նրա ապարատում իրանք ունեին իրանց մարդիկ, որ կարողացան տենց շատ հանգիստ այդ օպերացիան իրականացնել, այնչի չգիտեք, որ նա ինչ ձևով է իրան պաշտպանում։ Եվ մեկ էլ պետք է ուշադրություն դարձնել։ Ամերիկան միշտ դրդում է եւ բացատրում է, որ առաջ հարձակվում է վրեն պրոպագանդայի մեթոդներով, մեդիա ռեսուրսով, հետո նոր կատարում է հարձակումը։ Ամբողջ աշխարհն արդեն ասում է, դե հասկացանք, դե խփի բրցնենք, էլի ինքը լավ խփում է մամուլով, նոր է հարձակվում, որպեսզի հասարակական կարծիքը արդեն համարի անխուսափելի է հարվածը։ Դա Ամերիկայի ոչ նա բոլորի հետ կապված։ Դա եղել է եւ Իրաքի հետ կապված, եղել է եւ Պանամայի գեներալ Նորիեգայի հետ կապված, երբ որ նրան հետագայում կալանավորեցին, բերեցին Ֆլորիդայում դատում էին։ Ամբողջ մամուլը Նորիեգայի մասին էր։ Նորիեգան է սարավ, Նորիեգան է այնքան ասին հազիվ պրծան, խփեց պրծավ, բայց սա ինչ է նշանակում։ Մադուրոն պատրաստ էր իր դեմ հարձակման։ Տրամպը ասել էր, ես գնա, թող գնա, թե չէ խնդիր ես ունենալու։ Ինքը ինչ արեց, կանգնեց, ասեց, լարի, եթե արի տենամ, ես տեղ եմ, ես ինչ են կանելու, տես վախենում ես եւ այլ եւ այլ։ Այսինքն այնքան ասեց, հավեսի գցեց Տրամպին։ Բա Մադուրոն ինքը չէր ասում, արի, մի հատ տենամ, այդ ինչ ես անելու։ Չտեսար ինչ արավ։ Այսինքն ես ուզում եմ ասեմ, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված զորավարժություններ էր անում։ Երբ որ ասում էր Ամերիկայի հատուկ ծառայությունները Ուկրաինային, ասում էր հիմա հարձակվելու է, Պուտինն ասում էր բան հարմար չի, բա եղբայրի եղբոր վրա կհարձակվի, այս ինչ շարեր են անում մեր վրա, եւ այդ եղբայրությունը իջացրեց այն մակարդակի, որպեսի զգոնությունը բթացնի, հանկարծակի հարձակվի։ Եթե քեզ Դոնբասներ պետք Կիևի մատույցներում ինչ էիր կորցրել։ Բա դու էլ էիր ուզում հատուկ ռազմական գործողություն անես, որը տևելու էր 3 օր, որը չի ավարտվում 4 տարի է։ Այսինքն եթե ուզում ես ձևը սովորես, սովորի։
Բայց սա նաև խոսում եմ մի բանի մասին, որ Միացյալ Նահանգները լավ էլ նախապատրաստեց Մադուրոին ու նոր այդ գործարքը կատարեց, այսինքն ներսից այդ մարդիկ արդեն մերն էին։ Եվ իդեպ, երբ որ գեներալ Նորիեգայի հետ կապված ասում ենք, Նորիեգան լավ էլ աշխատում էր կենտրոնական հետախուզական ծառայության հետ Միացյալ Նահանգների, նա փաստացի երկրի ղեկավարն էր, դիկտատորն էր, թեկուզ զորքերի հրամանատարն էր Պանամայում։ Պանաման լավ հարաբերության մեջ էր Միացյալ Նահանգների հետ, Նորիեգան խնդիր չուներ։ 77 թվականին ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը, երբ որ ստորագրեց Պանամայի նախագահի եւ որոշեցին վերադարձնել Պանամայի ջրանցքը պանամացիներին, ասին դա ձերն է, որից հետո իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների մյուս ղեկավարները այնուամենայնիվ դժգոհ մնացին, փորձեցին այդ կետերը վերանայել եւ առաջացավ լարված հարաբերություններ Պանամայի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Դե այդ ժամանակ արդեն հարաբերությունները վատացավ նաեւ գեներալ Նորիեգայի հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս նույն ձևով եկավ, չնայած մի քանի օր տևեց, երբ որ շրջափակեցին ու նա հանձնվեց 1989 թվականի դեկտեմբերի 24-ին, ինչու եմ նաև ժամկետն ասում, որ պատկերացնեք, որ դա եղել է Ջորջ Բուշ ավագի ժամանակ։ Այն Ջորջ Բուշ ավագի, որի օրոք էլ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Այնպես որ այդ կարգի հարցը էլի նման բաներ եղել է, բայց ուղղակի այդ օրինակը բերեցի։ Ապարատը արդեն աշխատեց Ամերիկայի օգտին։ Այդ նույն ձևի աշխատելու են Պուտինի դեմ։ Պուտինին էլ հիմա թուրիմացիան մեջ գցում։ Մի հատ էլ օրինակ բերեմ, որ պարզ լինի։ Նիկոլայ Չաուշեսկուն, երբ որ որոշեց դեմ գնալ արևելյան լագերի երկրների եւ Խորհրդային Միության ու անգամ Խորհրդային Միության այդ ժամանակվա ղեկավար Միխայել Գորբաչովին էր քննադատում արդեն որոշ երկրների հետ ցանկանում էր հավաքվել եւ այլ ձևի հարաբերություններ հաստատել, այդ ժամանակ հասկացան, որ ինքը չափը անցավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ասեցին, որ Չաուշեսկուն հիմա հավասարապես անցանկալի է թե Ռուսաստանի Խորհրդային Միության, թե Արևմուտքի համար։ Այսինքն նա արդեն ճակատագիրը վճռված էր։ Եվ ինչ եղավ, երբ որ միտինգ էր, դժգոհություններ էր էսկոմ եկոմ, ժողովուրդը եկել էի պալատի դիմաց, ինքը դուրս եկավ պատշգամբ, որ հետները խոսի, մի հատ լրիվ նորմալ վիճակ էր։ Հա լարվածություններ կար, բախումներ կար, բայց դա չկար նենց խնդիր։ Իրան ասել են ժողովուրդը քու հետ է, հանգիստ դուս արի դիմի ժողովրդին, ժողովուրդը քեզ հետ դա ինչի մասին է խոսքը։ Ոգևորված դուս եկա, որ ժողովուրդը իր հետ է, ժողովուրդը ամբոստացավ, բողոքեց, էս արեց, այն արեց, արանքում մարդկանց վրա կրակեցին եւ եղան զոհեր։ Հատուկ սարքած օպերացիա էր, որի արդյունքում հետո իրան ուղաթիռով վերցրեցին, փախցնեն, տանեն, ասին լավ, արդեն արունա թափվել, արի քեզ փախցնենք, իրականում այդ ուղաթիռով ոչ թե փախցրեցին փրկելու, այլ փախցրեցին հանձնելու համար։ Ապարատը աշխատեց իր դեմ, ես ուզում եմ ասեմ դա դիկտատոր Չաուշեսկուի հետ կապված կարող է հանկարծ ինքը անվտանգության խնդիր ուներ, այդ ուղղակի անվտանգության աշխատակիցներն աշխատում էին մյուս թիմի համար եւ այն էր հարցը, որ իրան երբ որ տարան զորամասում 1.5 ժամ տևած դատավարության ընթացքում 1.5 ժամ է դատավարություն են անում, մեղադրում են իրան եւ կնոջը Ելենա Չաուշեսկուին եւ տանում են այդ նույն զորամասում պատի տակ կանգնացնում գնդակահարում վճիռը կարդալուց 15 րոպե հետո։ Իսկ ինչու, որովհետեւ հանկարծ չհասցներ պատմեր, թե այս ինչ էր իր գլխին սարքեցին, հետքերը կորցրեցին գնաց։ Այսինքն նույն ձևի, երբ որ այսօր տեսնում եք, որ Վլադիմիր Պուտինը տարբեր հայտարարություններ է անում եւ սխալ է դուրս գալիս, տեսնում եք, որ ինքը բաներ է ասում, որ բանակը մի բան է իրան ասում, ինքը զեկուցում է, հետո ինքը իրավիճակին չի տիրապետում, իմացեք, որ իր գլխին են կամած սարքում։ Ու դա այնքան ակնհայտ է, որ սարկողը պետք է լինի իր ամենամերձավոր շրջապատից։ Ռուսաստանը այն պետությունը չի, որ այսօր Պուտինին գահանկեց անես, ազատ ընտրություններ կատարես, նոր ընտրություն լինի։ Պետք է ինչ-որ մեկը ժամանակավոր կառավարություն լինի, եթե սահմանադրությամբ դա վարչապետն է, դա դեռ չի նշանակում, որ վարչապետին են դա դնելու։ Ինչ-որ մեկը կլինի ինտեղ են լիազորությունը անող, որպեսզի վարչապետին ասի դու ինչ պետք է անես։ Դա պետք է լինի ամենամերձավորագույն շրջապատի մարդը, որը կարողանա գլխին մեթոդաբար սարքի, ոնց որ հիմա սարքում են։ Ասում են Տրամպին ասա, որ հարձակվել էին իմ կեցավայրի վրա, հետո պարզում են, որ տենց բան չի եղել։
հետո տեսեք այս ինչ հրթիռով էս ենք անելու, էս միջուկային զենք ենք անելու, այս ամեն ինչը արդեն ցույց է տալիս, որ սարքում են այդպես, Հիտլերի գլխին էլ սարքողներն էլ այնպես չէ, որ Ամերիկայի հետ բանակցողները օտարներն էին, Հիտլերի ամենանվիրված գերինգներ, որը որ բանակցում էր սեպարատ Հիտլերից առանձին խնդիրներ լուծելու, բա ամենամոդիկ մարդն է անում, բա դիկտատորի դեմ ոնց են աշխատում, այդ ուղղակի ասեցի, որպեսզի իմանաք, որ այսօր քայլ մեկը, եթե ինքը կհասնի դրան Դոնալդ Տրամպը, որ Ռուսաստանի հետ հարցը կորոշի, լրիվ այլ գնահատական կտրվի իր հարացին, եթե չէ, բնական արդեն ես ասեցի, ինչ գնահատականի կարժանանա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին չի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել այս շաբաթ ավելի վաղ։ Ես հիացած չեմ Պուտինով, ասել է Տրամպը, հարցին թե արդյոք չարացած է ռուս գործընկերոջ հանդեպ, Տրամպը պատասխանել է, նա չափից շատ մարդկանց է սպանում, ԱՄՆ նախագահը ավելացրել է, որ իրեն չի ուրախացնում Ուկրաինայի պատերազմում զոհված մարդկանց թվաքանակը։ Այս որ ինքը ասում է, ես Պուտինի հետ չեմ քննարկել Մադուրոյի հարցը, այդ գիտենք որ չպետք է քննարկեիր, գաղտնի օպերացիան Մադուրոյի ընկերոջ հետ չի պետք է քննարկեիր, բայց մենք հո գիտենք, որ Մադուրոյի հետ քննարկելու է Պուտինի հարցը, բայց էինք բացատրում էլի, սա է իր խաղաքարտը, կանի, ուրեմն գնահատականը մենք կտեսնենք, չի անի, ուրեմն ինքը իր գլխին կսարքի։ Իսկ հիմա Ռուսաստանի արտգործնախարարությունը երկրորդ հայտարարությունն արդեն արել է 3-1 այսօր։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես եկել նոր հայտարարության, որով ԱՄՆ իր իշխանություններին կոչ է արել ազատել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Վենեսուելայի նախագահ Մադուրոյի եւ նրա կնոջ ԱՄՆ-ում գտնվելու մասին հաստատված տեղեկությունների հետ կապված վճռականորեն կոչ են անում ամերիկյան ղեկավարությանը վերանայել այդ դիրքորոշումը եւ ազատ արձակել ինքնիշխան երկրի օրինական ճանապարհով ընտրված նախագահին եւ նրա կնոջը։ Հա, բորացա ասեմ, Չաուշեսկուին սպանեցին 89 թվականի դեկտեմբերի 25-ին, 21-ին եղավ այդ ցույցերը, հետո տեղափոխեցին 25-ին դատեցին, էլի տարեթիվը ուզեմ ասեմ 80-ը, որ պատկերացնեք աշխարհի այդ իրավիճակը ժամանակագրականով։ ԱՄՆ նախկին փոխնախագահ դեմոկրատ Քամալա Հարիսը գրել է. Վենեսուելայի դեմ ամերիկյան իշխանությունների գործողությունները եւ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը սպառնում է քաոսի վերածել, որի համար ստիպված կլինեն վճարել ամերիկյան ընտանիքները։ Մենք այս ֆիլմն արդեն տեսել ենք ռեժիմի փոփոխության կամ նավթի համար պատերազմներ, որոնք ներկայացվում են որպես ուժ, բայց վերածվում են քաոսի, եւ ամերիկյան ընտանիքներն են վճարում դրա գինը։ Հարիսը հավելել է, որ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի գործողությունները Ամերիկան ավելի անվտանգ կամ ուժեղ չեն դարձնում։ Այս քայլը անօրինական եւ անխոհեմ էր։ Ուշադրություն, անօրինական, անխոհեմ։ Ամերիկացի ժողովուրդը սա չի ուզում եւ նրանք հոգնել են ստերից։ Խոսքը նավթի եւ Դոնալդ Տրամպի տարածաշրջանային բռնապետի դեր խաղալու ցանկության մասին է։ Եվ ուշադրություն, Դոնալդ Տրամպը հասկանալով, որ 2026 թվականի ընտրությունների ժամանակ նոյեմբերին նա չի կարողանալու ասել, որ տեսեք ինչպիսի տնտեսական հաջողություններ բերեցի ձեզ, ինչ ասելու, խոսել ենք այդ մասին վերջերս, գոնե պետք է ցույց տա մի աշխարհաքաղաքական այնպիսի վերաբերմունք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդն ասի, դե լավ, ոչինչ ինչ ենք ընկել մի քիչ հարկերի հետևից, տեսեք մեր երկրի ղեկավարը ինչ բարդ հարցի տակ ա մտել, մենք էլ նենց տեր կանգնենք, ինքը լուրջ խնդիր է լուծում Ամերիկայի աշխարհաքաղաքական դիրքի համար։ Ես սատարեն նրան, որովհետև 2026 թվականի ընտրություններում, կոնգրեսի ընտրություններում, եթե ինքը պարտվի եւ ընդհանրապես մի երկու ձայնի տարբերություն է, սենատի ռոտացիայի դեպքում 1/3-ի, եթե ինքը պարտվի, ելի մի երկու ձայնի տարբերություն է, ինքը պարզապես իշխանությունը 26 թվին կկորցնի։ Մինչև այդ ինքը տնտեսական լուրջ հաջողություններ չի ունենալու, այս հաջողությունը պետք է ցույց տա որպես հաղթանակ, եթե կարողանա դա ցույց տա որպես հաղթանակ, բա դա է ասում։ Հարիսը նշել է, որ Թրամփը վտանգի է ենթարկում ամերիկյան զորքերը, միլիարդավոր դոլարներ է ծախսում, ապակայունացնում է Կարիբյան տարածաշրջանը եւ չի տրամադրում որևէ օրինական հիմք, ելքի ծրագիր եւ ոչ մի առավելություն երկրի ներսում։ Այն, որ Մադուրոն դաժան անօրինական բռնապետ է, չի փոխում այն փաստը, որ այս քայլը եւ անօրինական էր եւ ոչ խելամիտ, նշել է Հարիսը։ Այո,
այսպեսի գնահատականներ լինելու է թե երկրի ներսում, թե դրսում։ Կախված է նրանից, թե ինչպիսին է Դոնալդ Տրամպի վարվող քաղաքականությունը նոր աշխարհակարգի հետ կապված։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու Իսրայելի կառավարությունը լիակատար աջակցություն է հայտնում Վենեսուելայի հարցով ԱՄՆ որոշումներին եւ քայլերին, ով կզարմանար։ Բացարձակ այդտեղ խնդիր չկա, որ Վենեսուելայի հետ կապված ու ցանկացած այլ հարցում Իսրայելի վարչապետը պետք է սատարեր Միացյալ Նահանգներին։ Միանշանակ հասկանալի է, որովհետև նաև սպասելիք ունի Իրանի հետ կապված հարցերում։ Դրա համար անմիջապես Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. մենք համերաշխ ենք իրանցի ժողովրդի պայքարի եւ ազատության ու արդարության նրա ձգտման հետ։ Լիովին հնարավոր է, որ մենք ապրում ենք մի պահ, երբ իրանցի ժողովուրդն իր ձեռքն է վերցնում սեփական ճակատագիրը։ Այսինքն, ուզում է ասի, որ այո, մենք նաեւ կաջակցենք երկրի ներսում ժողովրդի պայքարին ընդդեմ իշխանությունների։ Սա էլ ուղղակի միջամտելով Իրանի ներքին գործերին։ Իհարկե, որ Իրանը կրոնապետություն 21-րդ դարում ինչի մասին է խոսքը։ Բայց նորից եմ ասում, մեր հարևանն է, ամեն դեպքում, եթե իրաց մոտ հարցը կարգավորվի, շատ ուրախ կլինենք, մեզ համար վտանգներ չստեղծեն, եթե ինքը բռնի արևմտյան ուղի, առավել եւս ուրախ կլինենք։ Բայց դեռ ճանապարհ ունեն անցնելու, դա այդքան հեշտ process չի։ Իսկ հիմա տեսնենք մեր հարևան Վրաստանը ինչ է ասում։ Իրանը դատապարտել է, Ամերիկային դա գիտենք։ Թուրքիան նույնպես։ Ադրբեջանի ծպտունը դեռ դուրս չի եկել, չեմ հանդիպել։ Վրաստանի արտգործ նախարարությունը ասես զգուշավոր, բայց այնուամենայնիվ պաշտպանել է քայլը ընդդեմ Վենեսուելայի։ Հաշվի առնելով, որ Վենեսուելայի իշխանությունները Վրաստանի օկուպացված շրջանները Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչել են որպես անկախ պետություններ, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, մենք հույս ենք հայտնում, որ վերջին զարգացումները կհանգեցնեն այս անօրինական որոշման չեղարկմանը համապատասխան Վրաստանի ազգային շահերին եւ միջազգային իրավական սկզբունքներին, նշել է նախարարությունը։ Հիմա թվում է թե գնահատական որևէ չտվեց, բայց եթե Վենեսուելան ճանաչել է Աբխազիայի Հարավային Օսիայի անկախությունը, այսինքն նա ճանաչել է Ռուսաստանի դիրքորոշումը։ Հիմա Վրաստանն ասում է, քանի որ դու ճանաչել ես Վրաստանի դիրքորոշումը, այո, կփոխվել է, լավ է, որ նոր եկող իշխանությունը կփոխի։ Իսկ հիշենք, որ դա երբ տեղի ունեցել 2008 թվականի օգոստոսի 8-ին եւ այդ քառօրյա պատերազմը, որ եղավ, Վրաստանը հարձակվեց Հարավային Օսիայի վրա, այդ ժամանակ Ռուսաստանը մտավ պայքարի մեջ եւ եկավ, տանկերը հասել էին, Գորի էին հասել, գնում էին դեպի մինչեւ Թիֆլիս։ Ֆրանսիայի նախագահ ուղղակի դա կանգնեցրեց, բայց դրանից հետո 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Աբխազիա եւ Հարավային Օսիայի անկախությունը։ Եվ հիմա դրա համար Վրաստանն ասում է, քանի որ Վենեսուելան Ռուսաստանի կողմից էր, մենք կուզենանք, որ նոր անուղղակիորեն պաշտպանելով Ամերիկայի տեսակետը, բայց դենց ավելի ակնհայտ չէ, որ Ռուսաստանը հանկարծ չնեղանա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը սպառնացել է Կուբային, Կոլումբիային եւ Մեքսիկային Վենեսուելայից հետո։ Նա արտադրում է կոկային, որը նրանք մատակարարում են ԱՄՆ, այդ պատճառով նա պետք է հետևի իրեն, ասել է Կոլումբիայի նախագահ Գատ Պետրոյի մասին։ Այս Կոլումբիայի մասին է ասում։ Կարծում եմ ի վերջո մենք նաեւ Կուբայի մասին կխոսենք, որովհետեւ Կուբան հիմա ավերված վիճակում է, չափազանց վատ վիճակում եւ մենք ուզում ենք օգնել մարդկանց։ Դա շատ նման է Վենեսուելային այն առումով, որ մենք ուզում ենք օգնել Կուբայի ժողովրդին, շարունակել է Տրամպը։ Այս էլ Կուբայի մասին։ Տրամպը պնդել է, որ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը զիջել է երկրի վերահսկողությունը նարկոկարտելներին։ Նա լավ կին է, բայց Մեքսիկան ղեկավարում են նարկոկարտելները։ Մենք կարող ենք քաղաքականապես կոռեկտ ու սիրալիր լինել եւ ասել, թե նա է կառավարում, բայց ոչ, նա շատ է վախենում կարտելներից։ Ես նրան մի քանի անգամ հարցրել եմ, ուզում է, որ մենք հեռացնենք այդ կարտելներին։ Իսկ նա ոչ, պարոն նախագահ, պետք չէ, խնդրում եմ, բայց մենք ինչ-որ բան պետք է անենք։ Այն որ շատ բան կա անելու այս երկրներում միանշանակ, թե ինչպես Կուբայի հեղափոխությունը հերն անիծեց այդ ծաղկող երկրին, էդ էլ գիտենք, թե ինչ ձևով են դրանք ավիրվել, էդ էլ ամեն ինչ հասկանում ենք, բայց նորից եմ ասում, Դոնալդ Տրամպը եթե
բաժանորդագրվի Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, ինքը կարող է իմանալ, որ այսօր չպետք է ոգևորվի, ասի դուել, որովհետև այդ դեպքում ինքը խառնելու է, թե ինչի համար ես դա արել։ Մենք գիտենք դու ինչի համար ես արել, բայց պաշտոնական վարկածը պետք է լինի, որ Վենեսուելան սատարում է հանցավոր ռեժիմը, որը որ ներխուժել է Ուկրաինայի տարածք։ Այդ դեպքում դա լրիվ այլ է։ Այս մասը, այս արդեն ոգևորությունն է, որ շատ լավ ստացվեց, որը այսօր այդ թեման շարունակելը բացարձակ չի բխում Միացյալ Նահանգների շահերից։ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Վենեսուելայի հարցում ԱՄՆ-ի հետագա քայլերի մասին։ Նավթի էմբարգոն կմնա ուժի մեջ, ռազմանավերը կմնան պատրաստ վիճակում, բոլոր պահանջները չեն բավարարվել։ Վենեսուելայի բոլոր քաղաքական գործիչներն ու զինվորականները պետք է հասկանան, ինչ պատահել է Մադուրոյի հետ, կարող է պատահել նաև նրանց հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Էս էլ այլի ոգևորվում, որ տեսեք բոլորիդ գլուխը կբերեմ նույն բանը։ Սա այն տարբերակը չի, դու ժողովրդավարություն ես ուզում տարածես, դու չարիքը կանխել ես, էլի, սենց բաները արդեն Թրամփի խոսքով ԱՄՆ նավթային ընկերությունները կգնան Վենեսուելա, մենք պատրաստվում ենք թույլ տալ, որ ամերիկյան խոշորագույն նավթային ընկերությունները գան, միլիարդավոր դոլարներ ծախսեն, վերականգնեն խիստ ավերված ենթակառուցվածքները եւ սկսեն շահույթ բերել երկրին, ոչ միայն Վենեսուելա, այլև Միացյալ Նահանգները, եւ ակնհայտորեն դա տեղի կունենա։ Եթե մնա Վենեսուելան Ամերիկայի վերահսկողության տակ, Ամերիկան կդառնա ամենախոշոր նավթային ազդեցություն ունեցող պետությունը միանշանակ։ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հեռախոսազրույց է ունեցել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ եւ պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, հայտարարել է Թրամփը։ Թրամփը հայտարարել է, որ Մոնրոյի 1823 թվականի արտաքին քաղաքական դոկտրինը կրկին կարևոր է, այլևս չեն անտեսի այն դոկտրինի համաձայն ԱՄՆ չպետք է թույլ տա, որ այլ երկրներ միջամտեն երկու ամերիկաների գործերին։ Ամերիկայի հզորությունը արևմտյան կիսագնդում այլևս երբեք կասկածի տակ չի դրվի, ասել է Թրամփը։ Իհարկե այս հարցում մի հատ պարզաբանման հարց կա, ինչ ասել է Մոնրոյի դոկտրին, որպեսզի թյուրիմացություն չլինի։ Նախ, երբ որ մենք խոսում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների, հիմնադիր հայրերի մասին, խոսում ենք նաև ինչի համար, որ պատկերացնենք, թե ինչից է այդ պետությունը ստեղծվել, հասել է սորերին եւ ինչ հզորություն է ձեռք բերել, ինչպես են մտածել այդ մարդիկ այդ պետության համար, ինչպիսի մարդիկ են եղել, ինչ արժեքներով են առաջնորդվել։ Եվ եթե այդ ամեն ինչը ուշադրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների այսօրվա ժողովուրդն էլ, այսօրվա ղեկավարությունն էլ հետևի իր պետության պատմական ճանապարհը անցյալը Եվ հարգանքով կլինի, թե ինչից են ժառանգություն ստացել այդ պետությունը, եւ նաեւ հարգանքով կլինի նաեւ շատ այլ երկրների նկատմամբ։ Ինչա տեղի ունեցել Մեծ Բրիտանիան, ինչա արել Ֆրանսիան, ինչա արել, սենց բանով չեն խոսա, մենք այսօր ուժեղ ենք, ոնց ասենք, տենց պետք է լինի։ Նաեւ Մոնրոյի դոկտրինի հետ կապված եմ ուզում ասեմ, պատահական չի, երբ որ ես բարբերաբար ասենք առիթ հալնում, ասում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Վաշինգտոնը, որը պաշտոնավարել է 1789-ից 97 2 ժամկետ, բայց երկրորդ ժամկետից առաջ նա մի տարի առաջ արդեն կոնգրեսին նամակ գրեց, ասեց կարևորը պետության շահն անձնական ամբիցիան չի, ես այլևս չեմ մասնակցելու, սահմանադրությունը չէր արգելում նրան երրորդ անգամ մասնակցել, բայց ինքը կատեգորիկ ձևով դեմ եղավ դրան մասնակցելու, այսինքն սա ցույց է տալիս, որ պետական այդ առաջին նախագահին հետո պետք է մերժեր, նա միակ նախագահն էր, որ միաձայն ընտրվել էր, որից հետո եկել է Ջոն Ադամսը 1797-1801, որը որ Ջորջ Վաշինգտոնի ադմինիստրացիայում եղել է փոխնախագահ, մի լեգենդար անձնավորություն, հիմնադիր հայրերից երկրորդ մյուսը, որը որ մի ժամկետ պաշտոնավարելուց հետո ասել է վերջ, չեդիք է, ստանում եմ թոշակի, թող մյուսները ջահելները աշխատեն, ով պետք է նրան մերժեր երկրորդ ժամկետ առաջադրվեր կամ թեկուզ երրորդ ժամկետ առաջադրվեր։ Պաշտոնաթողությունից հետո 25 տարի ապրել է։ Բայց դա եղել է վերաբերմունք ժողովրդյան պետության նկատմամբ։ Իհարկե նա հասել է նրան, որ տանը պարապ նստած չէր, իր մեծ սերունդ աճացրեց քաղաքական գործիչների, Ջոն Քուինսի Ադամսն էլ իր տղեն դարձավ ԱՄՆ 6-րդ նախագահը 1825-29 թվականների։ Եղել է Թոմաս Ջեֆերսոնը 1801-1809, երկու ժամկետ որ պաշտոնավարել է։ Ինքը պլանտատորի տղա էր։
կնգա կողմից էլ իր կողմից էլ ով մեռնում էր բանը հող էին կտակում իրան ստրուկներ ուներ բայց պայքարում էր ստրուկների կյանքը բարելավելու համար Վիրջինիայի նահանգում ինքը այնքան խնդրեմ էր տեսել չէր մտածում որ նրանց ճնշեն մտածում էր ոնց նրանց կյանքը լավացնենք դա դասական օրինակ էր որ տեսնեիք թե ինչպես է մարդը մտածում ժողովրդի մասին ինքը լինելով ստրկատեր իր հոգեբանությամբ իր արած քայլերով Ջեյմս Մեդիսոնը 1800-1817 Շատ լուրջ դերակատարություն ունեցավ, որ նաև Լուիզիանայի նահանգը առնելու հետ կապված խնդիր լուծեցին, Ամերիկայի տարածքները կրկնապատկեցին, շատ լուրջ աշխատանք տարավ Ամերիկան ընդլայնելու համար, եւ դա 7 հիմնադիր հայրերից առաջի 4-ը, որ եղել են Ամերիկայի առաջի 4 նախագահները, եւ նաև այս ասեցի ինչի համար ու գանք հասնենք Ջեյմս Մոնրոյին 1817-1825 թվականները 5-րդ նախագահը, որը պետքարտուղարն էր Ջեյմս Մեդիսոնի ժամանակ, շատ լուրջ աջակցություն ունեցավ Ջեյմս Մեդիսոնին, որը որ կարողացավ Լուիզիանան ձեռք բերեն առնել եւ այլ, շատ լուրջ աշխատանք ինքը տանող է Մոնրոն, նաեւ այդ խնդիրը դրեց այդ դոկտրինը, որի մասին խոսում ենք 1823 թվականին, որ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դրսից նոր անկախություն ստացած պետությունները դրսից միջամտությամբ չկարողանան նրանց ճնշեն եւ նրանց վրա ազդեցություն ունենան այսինքն խոսքը վերաբերվում էր լատինական Ամերիկայի, կենտրոնական Ամերիկայի երկրների, որ նոր ոտի էին կանգնում դրսից, որը Իսպանիան կլինի, Ամերիկան, ներողություն, Մեծ Բրիտանիան կլինի, Ֆրանսիան կլինի եւ այլ, նրանք ազդեցություն չունենային այդ պետությունների վրա, հազիվ անկախություն ստացած պետություններին նորից չփորձեին գաղութացնել Այս սա էր այդ դոկտրինի տրամաբանությունը, բայց դա չի նշանակում, որ ինքը ասում էր դուք չգաք անկախ պետություններին գաղութացնեք, որտեղ ես պետք է գաղութացնեմ։ Այսինքն Տրամպը եթե այս պատմությունը կարդացած լիներ, ժողովուրդ ջան, ես ինչ եմ այս ամեն ինչը որ ասում եմ, հո նրա համար չի որ 65 տարեկանում թվեր եմ անգիրարել որ ձեզ ասեմ։ Այդ ամեն ինչի մասին ամեն օր կարդում ենք, խոսում ենք, բանավիճում ենք, անպայման չի ամեն ինչը հրապարակային, այդ ամեն մարդու հետ կապված ճանապարհը անցած, այդ ամեն մարդու հետ կապված դա բան է արել, որը որ հետ կա թողել պատմության մեջ, որ այսօր մարդկանց ասում ենք։ Այսինքն այդ լավ է, որ Մոնրոյի դոկտրինը հիշել ես Ջեյմս Մոնրոյին, բայց շատ վատ է, որ սխալ եք հիշել, որտեվ հիմա այդ բոլոր երկրները ՄԱԿ-ի անդամ սուվերեն պետություններ են, Ամերիկայի Միացյալ Նահանգների ենթակայության տակ չեն։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները 1823 թվականին դա չենք թողելու, որ Իսպանիան կամ Պորտուգալիան ազդեցություն ունենա կամ Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան, դա չի նշանակում, որ դուք պետք է չունենաք, որ Ամերիկան ունենա։ Այսինքն ինքը լավ չի պատկերացնում Մոնրոյի դոկտրինի ամբողջ տրամաբանությունը։ Իհարկե Պորտուգալիա ասեցի թյուրիմացություն չլի, միայն Բրազիլիան է պորտուգալերեն խոսում, մնացած բոլորը իսպանալեզու են, դա էլ հայտնի պատմություն է դեռ Կոլումբոսի ժամանակ, որ ոնց կիսեցին մի մասը ընկավ Պորտուգալիային։ Մի խոսքով ուզում ասեմ, հասկացանք, որ այն պայմանը, որ դրվում է, որ Մոնրոյի դոկտրինով մենք ենք տերը ամերիկաների երկու հյուսային եւ հարավային, դա այդպես չէ, դոկտրինի, եթե նույնիսկ տենց էլ ամեն ինչ ելներ, մեկը 1823 թվականի ընդունածը 2026 թվականին չես կարող կիրառել, աշխարհը փոխվել է, բայց եթե դա ոչ մի իրավական հիմք չի տալի, որ ասես դուք իմ ենթական եք, բացարձակ, դա դու պետք է անեիր, որ ուրիշը չգաղութացներ, հիմա դու ասում ես ես պետք է գաղութացնեմ, մի հատ լավ կլինի, մի հատ նորից կարդակ Մոնրոյի գրածը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարելու է Վենեսուելան անցումային շրջանում։ Մենք պատրաստվում ենք կառավարել երկիրը մինչև այն պահը, երբ կկարողանանք ապահովել իշխանության անվտանգ, ճիշտ եւ ողջամիտ անցումը։ Մենք չենք ուզում, որ ինչ-որ մեկը միջամտի եւ մենք ունեցել ենք նույն իրավիճակը, ինչ վերջին տարիներին։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, ազատություն եւ արդարություն Վենեսուելայի մեծ ժողովրդին։ Հիմա սա նույնպես, ասենք, այս կարգի հարցերը, որ ասվում է, այդ անցումային կառավարության տրամաբանությունը միջամտելու հարցը, որ ասում է մենք կառավարենք, այս է շատ կոպիտ արտահայտություն է, աջակցենք ժողովրդավարությանը հաշվի առնելով, որ բռնապետական երկրում միանգամից ժողովրդավարական ընտրություն անել հնարավոր չի, կարելի է ասել, բայց սա էլ է այդ ոգևորության
ամերիկյան ազդեցության տակ է, որ մենք վերցել ենք, մենք ենք որոշելու ինչա տեղի ունենալու։ Պարզա միլիարդավոր դոլարներ չես դնի, եթե իմանաս ուրիշի ձեռը երկիր է կանգնի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Մադուրոյի ձերբակալմամբ եւ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը։ ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայում վտանգավոր նախադեպ են ստեղծում, նշել է Գուտերեշը։ Վտանգավոր նախադեպ ստեղծում է Ռուսաստանը, ոչ մի բան չկարողացավ անել։ Այս ստեղծել էր նախադեպը։ ՄԱԿ-ը դարձավ անգործունակ, որովհետև ՄԱԿ-ի մշտական անդամ միջուկային տերությունը նման քայլ արեց։ Այդ չկարողացաք հարցը լուծեք։ Հիմա մենք մտածում ենք նոր աշխարհակարգի հասնենք։ Այո, սա էլ կարող է լինել վտանգավոր նախադեպ, եթե չլինի պատճառը, ինչի համար ես դա արել։ Նոր աշխարհակարգի համար ագրեսորին պատժելու, ուժով հարգել թույլի իրավունքը։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ Վենեսուելայի ժողովրդի նկատմամբ իշխանությունը բռնագրավելով, նրա հիմնական ազատություններից զրկելով Նիկոլաս Մադուրոն ծանր վնաս է հասցրել ժողովրդի արժանապատվությանը եւ ինքնորոշման իրավունքի խախտում է կատարել։ Նիկոլաս Մադուրոյի կլանմանը հանգեցրած ռազմական գործողությունը խախտում է ուժի չկիրառման սկզբունքը, որը հիմք է միջազգային իրավունքի համար։ Այսինքն, եթե թեկուզ Մադուրոյին համարում է բռնապետ, միևնույնն է, չի գտնում, որ Ամերիկայի արած քաղաքականությունը արդարացվում է։ Ֆրանսիան հիշեցնում է, որ որևէ կայուն քաղաքական լուծում չի կարող արտաքինից պարտադրվել եւ որ ինքնիշխան ժողովուրդներն են միայն որոշում իրենց ապագան, ասել է Ժան Նոել Բարոն։ Նախարարի խոսքով այս սկզբունքի կրկնվող խախտումները անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների կողմից, որոնք հիմնական պատասխանատվություն ունեն, ծանր հետևանքներ կունենան համաշխարհային անվտանգության վրա եւ չեն խնայելու ոչ մեկին։ Պատմությունից դաս քաղած Ֆրանսիան պատրաստում է դրան, բայց չի կարող դրան հաշտվել։ Այն կրկին հավաստիացնում է իր ամուր հավատարմությունը միավորած ազգերի կազմակերպության ուղեցույցի նկատմամբ, որը պետք է շարունակաբար առաջնորդի պետությունների միջազգային գործողությունները միշտ եւ ամենուր, ընդգծել է Ժան Նոել Բարոն։ Սա Ֆրանսիայի վերաբերմունքը, այսինքն ուզում եմ ասել, որ այդ հարցում շատ պետք է զգուշ լինի Դոնալդ Տրամպը, այդ ոգևորությունն արդեն պետք է անցած լինի եւ հիմնավոր ձևով քայլեր արվի, որը ողջունվի աշխարհի կողմից։ Իսկ Չինաստանի արձագանքը, Չինաստանը մի խնդիր ունի, Չինաստանը շատ լավ գործընկեր էր Վենեսուելայի համար, իր համար խնդիր է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելան վերցնի նավթ արդյունահանի, ինչ առումով կարող է իր նավթը տան, որևէ խնդրեմ չկա, բայց ուրիշ հարց է, ինքը կախվածության մեջ է անգնում։ Ամերիկան թույլ չի տալիս Ռուսաստանից նավթ վերցնել Չինաստանին, ասում է ուրիշին չտաս, չվերցնես։ Արաբական երկրները կախվածություն ունեն Ամերիկայից։ Նույնիսկ եթե Չինաստանի հետ որևէ խնդիր չունեն, նորմալ է, այնուամենայնիվ ամերիկյան հետները այնպես է աշխատում, որ իրանք կարող են Ամերիկայի շահերը պաշտպանել ավելի շատ։ Հիմա եթե Վենեսուելայի հետ կապված էլ Ամերիկան ձեռքը դնում է դրա վրա, նույնիսկ Չինաստանի ապրանքը տալիս է, Չինաստանին դա դուրս չի գալու։ Չինաստանը, հա, նավթը կստանա, բայց կախվածությունը կմեծանա Միացյալ Նահանգներից։ Մի ձև կա Չինաստանի խաթրն առնելու, Ռուսաստանին պատժել, Չինաստանի հետ պայմանավորվել, Ռուսաստանն էլ իր տարածքներով կվճարի Չինաստանին։ Այլ տարբերակով Չինաստանը չի կարող չդատապարտել Միացյալ Նահանգներին։ Այնպես որ Դոնալդ Տրամպը շանս ունի հասկացնելու, որ դու ինչ ունես խնդրեմ։ Մենք քո հարցերը կլուծենք նորմալ ձևով։ Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, Չինաստանը խորապես ցնցված է եւ խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ ուղղված հարվածները եւ նրա նախագահի դեմ գործողությունները։ Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին ապահովել նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ անձնական անվտանգությունը, անապահ ազատ արձակել նրանց եւ դադարեցնել Վենեսուելայի կառավարության տապալման գործողությունը։ ԱՄՆ նման հեգեմոնական գործողությունները լրջորեն խախտում է միջազգային իրավունքը եւ Վենեսուելայի ինքնիշխանությունը, ինչպես նաեւ սպառնում է խաղաղությանն ու անվտանգությանը Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում։ Չինաստանը վճռականորեն դեմ է դրան։ Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում հետևել միջազգային իրավունքին եւ ՄԱԿ կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին եւ դադարեցնել այլ երկրների ինքնիշխանության եւ անվտանգության խախտումները, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Այս է Չինաստանի վերաբերմունքը, Չինաստանի հետ ասեցի, կախվածությունը թույլ չի տալու Ամերիկային, եթե Ամերիկան ավելի մեծ
ֆրոնտ չբացի Չինաստանի համար, որը Չինաստանն անում է Ռուսաստանից տարածքներ վերցնելով։ Պետք է ավելի լուրջ քայլեր անել, որպես գործընկեր ընդդեմ Ռուսաստանի։ Եթե Ռուսաստանի դեմ չգնացիր, Չինաստանը քեզ դեմ ալնելու, դա ակնհայտ է, նորություն չի, միշտ խոսել ենք։ Տեսնենք Գերմանիան ինչ է ասում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կործանել է իր երկիրը։ Մերցը նշել է, որ Գերմանիան չի ճանաչել Վենեսուելայի 2024 թվականի վերջին ընտրությունները, քանի որ դրանք կեղծված էին եւ որ Մադուրոն խնդրահարույց դեր է խաղացել տարածաշրջանում, այդ թվում Վենեսուելան ներքաշելով թմրանյութերի առիթերի մեջ։ Կանցլերը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ գործողությունների իրավաբանական ասպեկտները բարդ են եւ ընդհանուր առմամբ պետությունների միջև հարաբերություններում պետք է կիրառվեն միջազգային իրավունքի սկզբունքները։ Չի կարելի թույլ տալ, որ Վենեսուելայում այժմ քաղաքական անկայունություն ստեղծվի, ավելացրել է Մերցը։ Սա ուղղակի մենք նաեւ տեսնենք նա, որ այո, Եվրոպայից նման արձագանքներ լինելու են, որովհետև այդ քայլը, որը արեց Դոնալդ Տրամպը, եթե ինքը նոր աշխարհակարգի հետ կապված պատերազմի ժամանակ ագրեսորին դեմ չի, ուրեմն ինքն է դառնում ագրեսոր, բնական բանը դա ալնելու է։ Հիմա մի հատ տեսնենք, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը աջակցել է Վենեսուելայի նախագահ Մադուրոյի եւ նրա կնոջ ձերբակալմանը Ամերիկայի զինվորականների կողմից։ Հիմա սա ինչա որակապես տարբերվում։ Ինչպես տեսնում եք, Ամերիկայի բոլոր երկրները, որ հերթով նայենք, այդ թվում նաև Բրազիլիան, քննադատել են Ամերիկային այդ գործողությունների համար, բայց Արգենտինայի նախագահը Խավիեր Միլեյը, դա այն նախագահն է, որ 23 թվականի դեկտեմբերի 10-ին ընտրվեց, հազիվ հենց ինագուրացիան անցավ, հայտարարեց, որ մենք BRICS չենք մտնելու։ Այսինքն որի նամակով դիմեց ու ասեց չենք մտնելու, բայց BRICS-ումը նաև Բրազիլիան չէ որպես հիմնադիր։ Ինքը այդ ժամանակվանից արդեն տարանջատվեց, ասեց արևմուտքի գործընկերը Լատինական Ամերիկայում ինքն է, եւ պատահական չի ինքը նաև հանդիպեց բանի հետ էլ Դոնալդ Տրամպի հետ էլ նաև ինքը հիմա էլ այսօր ընդգծված ցույց է տալիս, որ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ է։ Ինքը կարող է ինքը խնդիր ունենա գործընկերների հետ, բայց այնուամենայնիվ ինքը դրանով նաև իր դերակատարությունն է կարևորում որպես Իսկ հիմա մենք նայենք Հայաստանում երեկո այսօր այդ զարգացումները որ եղավ, ի վերջո ինչ է կատարվում, մեր մոտ ինչ էր կատարվում։ Ուրեմն վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովանավանքում մասնակցել է Կիրակնորյա պատարագի, Փաշինյանին ուղեկցել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Գացոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը եւ իշխող խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանը։ Ինքը ասում է, որպես շարքային քրիստոնյա գնում եմ պատարագի եմ մասնակցում, բայց պարզվում է շարքային քրիստոնյային պատարագին մասնակցող ուղեկցում է կառավարության անդամը։ Տղեկ ջան, ձեր մամուլին հետևեք, հա։ Ձեր հաղորդագրությունները իր հետ համապատասխանացրեք։ Էսը հա քո անելիքը այսօր, սաղ աշխարհը խառնված իրար, սաղ աշխարհը դրանից է խոսում։ Հա, բայց այնց էլ չի, երեգո արդեն այդ լարվածությունը կար, երեգել Նիկոլ Փաշինյանը պարապ նստած էր, մեր ժողովրդին ինչ որ պետք է ինքը ասեց։ Վարչապետ Փաշինյանը ջերմուկում ներկայ է գտնվել ֆեստիվալ երաժշտական զբոսաշրջային փառատոնին, որն առաջին անգամ է անցկացվում ձմռանը։ Փառատոնի ընթացքում երկրի ղեկավարը հանդես է եկել ելույթով։ Ֆեստիվալի շրջանակում այլ միջոցառումների զուգահեռ տեղի է ունեցել նաև մեծ համերգ։ Խորհրդային միության ժամանակ կար պաշտոն կոչում էր կուլտ մասսավիկ, կուլտ մասսայական աշխատանքների գծով պատասխանատու։ Այս մարդը չհասկացավ, որ ինքը երկրի վարչապետն է, երկրի կուլտ մասսավիկը չի էլի։ Դե ինչ ասեմ, ժողովուրդ ջան, էս էլ մեր ճակատագիրն է։ Մտածենք սրանից ինչ ենք անում։ Այս երկիրը ոնց անենք։ Տեսեք աշխարհում ինչ է կատարում, մեր մոտ ինչ են քննարկում։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյանի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։